Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 9։ Սրանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք։ Հովհաննես 13:35 խոսք։ Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները միմյանց եղբայրներ են, ինչպես բոլոր կենդանի քահանաներն են միմյանց եղբայրներ, այնպես էլ բոլոր կենդանի քրիստոնյաներն են։ Նրանք սերտ հարաբերությունների մեջ են և պարտավորված են միմյանց փոխադարձ սիրով։ Աստծո հետ կապված նրանք պետք է լինեն սրբեր, նվիրված նրա պատվին և սրբագործված նրա շնորհով, կրելով նրա պատկերը և ձգտելով նրա փառքին։ Եվ այս երկու հատկանիշներով, որպես Աստծո սրբեր և որպես միմյանց եղբայրներ, նրանք պետք է շարունակ հավատարիմ լինեն։ Հավատարմությունը թափանցում է քրիստոնեական կյանքի յուրաքանչյուր բնույթի և հարաբերությունների մեջ, և դրանց բոլորի պսակն ու փառքն է։ Հավատքը, հույսը և սերը քրիստոնեական կյանքի երեք հիմնական առաքինություններն են, աղոթքի և գոհության առարկան։ Որքան ավելի մեր հույսը հաստատենք այն վարձատրության վրա, որը սպասում է գալիք աշխարհում, այնքան ավելի ազատ կլինենք բարիք գործելու մեր երկրային հարստությամբ։ Այդ վարձատրությունը պահված է հավատարիմների համար, և ոչ մի թշնամի չի կարող այն խլել նրանցից։ Ավետարանը ճշմարտության խոսքն է, և մենք կարող ենք վստահությամբ հանձնել մեր հոգիները նրան։ Ավետարանի խոսքը լսող բոլոր մարդիկ պետք է ավետարանի պտուղը բերեն։ Նրանք պետք է հնազանդվեն նրան և իրենց սկզբունքներն ու կյանքը ձևավորեն նրա համաձայն։ Աշխարհիկ սերը առաջանում է կամ շահի նկատառումներից, կամ մարդկանց սովորությունների նմանությունից, իսկ մարմնական սերը հաճույքի հանդեպ ցանկությունից։ Դրանց միշտ միանում է ինչ-որ ապականված, եսասիրական և ցածր բան։ Իսկ քրիստոնեական սերը բխում է Սուրբ Հոգուց և լի է սրբությամբ։